Արդյոք իրավաբանական ճիշտ խորհրդատվություն տրամադրելու համար բավարար է օրենքների իմացությունը։ Օրենքների իմացությունը կարևոր է, սակայն կարևոր է նաև հասկանալ, թե դիմացդ ով է նստած եւ ինչ խնդրով է մոտեցել քեզ, որովհետեւ հաճախ կարող է նրանք դիմեն բոլորովին այլ խնդրով, սակայն պարզվի, որ իրականում խորքային լրիվ այլ խնդիր է իր մոտ։ Որպես օրինակ բերեմ, օրինակ ինձ դիմել էր մի կին, ով հանդիսանում է անշարժ գույքի 1/7 մասի սեփականատեր, եւ ի սկզբանե նրա պահանջը ձևակերպվում էր այսպես, որ ցանկանում է, որպեսզի տունը հրապարակային սակարկությունները վաճառքի հանվի։ Երբ հաջորդական ու ճիշտ հարցերի արդյունքում մենք հասկացանք, որ ըստ էության այդ կինը չունի բնակության վայրի խնդիր, չունի ֆինանսական խնդիր, այսպես ասած տան խնդիր չունի, պարզեցինք, որ նա ցանկանում է այդ պահանջով պատժել իր եղբորը եւ եղբոր ընտանիքին։ Եվ պատճառը ինչն էր, պատճառը այն էր, որ եղբայրը եւ եղբոր ընտանիքը լավ չեն վերաբերվում իր մայրիկին, ով ապրում է նրանց հետ, եւ ընտանիքի տատիկը, այսինքն։ Եվ հիմա ցանկանում է այդ եղանակով պատժել։ Այդ պետք է եւ կարեւոր է, որպեսզի կարողանաք դուք հասկանալ արմատը եւ փորձել այլընտրանք ճանապարհներ առաջարկել։ Օրինակ նման իրավիճակներում ես հաճախ առաջարկում եմ փորձել հաշտության եզրեր գտնել, փորձել բանակցել եւ եթե կա որևէ հնարավոր փոխզիջումների կամ հնարավոր առաջարկներ, որոնք որ ընդունելի են երկու կողմի համար, ապա գնալ այդ ճանապարհով։ Եվ բնականաբար ես գրեթե մշտապես կապի եմ դուրս գալիս ընտանիքի մյուս անդամների եւ սեփականատերերի հետ եւ փորձում ենք լուծում գտնել այդ եղանակով, այսինքն հաշտության եղանակով։ Եթե չի ստացվում եւ եթե կողմը պնդում է իր պահանջը, դա լրիվ այլ հարց է, բայց այն, որ ի սկզբանե պետք է նախ տեսնել խնդիրը եւ միայն հասկանալ, թե ինչ այլընտրանքային ճանապարհով կարելի է այդ խնդրի լուծմանը հասնել եւ առաջնային չգնալ միանգամից այն մաքսիմալ ճանապարհով, որ միանգամից տունը տանում ենք աճուրդ վաճառքի, ապա պետք է այո փորձել այդ հնարավոր մեղմ եւ հնարավոր անվնաս ճանապարհը։ Եվ բնականաբար ինձ համար ամենալավագույնը դա հաշտության ճանապարհն է։ Եթե չի ստացվում, եթե հասկանում եք, որ իսկապես բոլոր քայլերը ձեռնարկված են եւ չի ստացվել այդ հաշտությունը, նոր դրանից հետո միայն ձեռնամուխ լինել արդեն դատական պաշտպանությանը։ Այնպես որ շատ կարեւոր է հասկանալ, թե այնինչ որ ասում է դիմող կողմը դա ակնհայտ է, բայց կարևոր է հասկանալ նաև թե այնինչը չի ասում եւ այդ չասվածը կարողանալ ստանալ խորհրդատվության ընթացքում եւ արդեն ամբողջական պատկեր ունենալու դեպքում միայն ճիշտ ուղղորդել քաղաքացուն։ Լավ եղեք։